ասում են Փաշինյանը կամ վարչապետը կամ Նիկոլայը կանչի պարտավորվել է, որ Հայաստանը պետքա բանակ չունենա։ Մայիսի 28-ին ձեր աչքի առաջ, ես չգիտեմ ձեզնից որևէ մեկը հանրապետության հրապարակում եղել թե չի եղել, ժողովրդի աչքի առաջ մի քանի միլիարդի զենք, սպառազինություն եւ ռազմամթերք անցավ։ Ներկայացվեց Հայաստանի բանակի նոր տոնական եւ դաշտային համազգեստը, բայց 7 երկրի արտադրության գեր ժամանակակից սպառազինություն։ Վարդենից խոշորացված համայնքի ժողովուրդը լավ գիտի, այսինքն շատ թե քիչ առաջվել է զենքի զինամթերքի հետ։ Դուք գիտեք, որ 91 թվականին մեր հրետանու ամենաառանցքային միջոցը եղել է D30 հրանոթը, ճիշտ է, լսել եք D30 հրանոթի մասին։ Հիմա Հայաստանի բանակը առաջին Զավադսկոյ D30 հրանոթը ստացել է 2023 թվականին։ 2023 թվականից առաջ մենք D30 հրանոթ չենք ունեցել, որը գործարանից մեզ մատակարարված լինի։ Բոլորը եղել են, ինչպես ասում են, այդ Սերժ Սարգսյանը, որ ասում էր 80-ականների զենքերը, այդ գլուխ է գովացել։ 80-ականների չեն եղել այդ զենքերը։ Այդ զենքերը եղել են 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Եվ առաջին կառավարությունը, առաջին վարչապետը, ով որ Հայաստան գործարանային արտադրության D30 հրանոթ բերել է ես եմ եղել։ Դրանից առաջ D30 հրանոթները մենք փողով նույնիսկ առաջ չենք եղել, ժողովուրդ ջան, որովհետև դրանք կոչվում են նիկանդիցիոննի զենքեր։ Շատ կարևոր է ամեն անգամ, երբ որ հրապարակ էր մտնում, արտադրված է Հայաստանում մակնշմամբ սպառազինություն, Հանրապետության հրապարակը պայթում էր ծափահարություններից։ Եվ այսօր 2021 թվականից մինչև 25 թվականը ժողովուրդ մենք 170 միլիարդ դրամ ենք ներդրել ռազմաարդյունաբերական համալիր։ Գիտության ֆինանսավորումը 2.8 անգամ ավելացրել ենք։ Գիտության ոլորտում աշխատավարձերը 100-ից 300% ավելացրել ենք եւ դրա արդյունքում մենք այսօր ունենք ռազմաարդյունաբերական համալիր, որ սպառազինությունը արտահանում զարգացած երկրներ եւ ես բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով, բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար